Մենք գտնվում ենք ծագող առյուծ պատմական գործողության մեջ։ Սա Իսրայելի պաշտպանության բանակի ԻՊԲ իրականացրած ամենաբարդ եւ հավակնոտ առաքելություններից մեկն է։ Թույլ տվեք հստակ լինել. Իրանական ռեժիմը պատասխանատու է այն պատերազմի համար, որը մոլեգնում է ավելի քան 600 օր։ Գազայից մինչև Լիբանան, Եմենից մինչև Թեհրան, իրանական ռեժիմը տարիներ շարունակ ահաբեկչություն է բորբոքել ողջ տարածաշրջանում։ Եվ այժմ նրանց ագրեսիայի գինը զգացվում է իրենց իսկ հողի վրա։ Երեկ գիշեր ԱՄՆ զինուժը հարվածներ հասցրեց Իրանի միջուկային օբյեկտներին։ Այս գործողությունները վճռորոշ քայլ են կանգնեցնելու իրանական ռեժիմի ագրեսիան եւ տարածաշրջանին ու աշխարհին սպառնալիք ներկայացնելու նրա կարողությունը։ Իսրայելին սպառնալու ռեժիմի կարողությունը քանդվում է մաս առ մաս։ Նույնիսկ Իրանից 1500 կիլոմետր հեռավորության վրա գործելով ԻՊԲ-ն գիշեր ու ցերեկ գործում է բազմաթիվ ճակատներում, հասնելու պատերազմի բոլոր նպատակներին։ Երեկ գիշեր ԻՊԲ-ի եւ Իսրայելի անվտանգության գործակալության ԻԱԳ համատեղ գործողության արդյունքում Գազայի հատվածից դուրս են բերվել 3 իսրայելցի պատանդների մարմինները՝ Օֆրա Կեյդարի, Յոնաթան Սամերանոյի եւ շտաբի սերժանտ Շայ Լևինսոնի։ Երեքն էլ դաժանաբար սպանվել եւ առևանգվել են Համաս ահաբեկչական կազմակերպության կողմից։ Օֆրա Կեյդարը 71 տարեկան էր, 3 երեխաների մայր Բեերի կիբուցից։ Նա ամուսնացած էր Շմուել Կեյդարի հետ։ Երկուսն էլ դաժանաբար սպանվել են իրենց կիբուցում։ Յոնաթան Սամերանոն 21 տարեկան էր։ Նա կյանքն էր տոնում Նովա երաշտական փառատոնում, երբ Համասը կրակ բացեց նրա վրա։ Այնուհետև նրան քարշ տալով տարել են Գազա Համասի ահաբեկիչների կողմից։ Առավել անհանգստացնող է, որ ահաբեկիչներից մեկը UNRWA-ի, ՄԱԿ-ի, Պաղեստինի փախստականների օգնության եւ աշխատանքների կազմակերպման գործակալության աշխատակից էր։ Պարզապես խոր հեկ այս մասին։ ՄԱԿ-ի աշխատակիցները մասնակցել են հոկտեմբերի 7-ի կոտորածին։ Շտաբի սերժանտ Շայ Լևինսոնը 19 տարեկան էր։ Նա տանկի հրամանատար էր, ով հոկտեմբերի 7-ի առավոտյան քաջաբար մարտնչել է ահաբեկչողների դեմ։ Նա զոհվել է մարտում պաշտպանելով իսրայելական համայնքները մինչև իր վերջին պահերը։ Այնուհետև նրա մարմինը տեղափոխվել է Գազա։ 50 պատանդ դեռևս մնում է դաժան գերության մեջ։ Մենք հանգիստ չենք ունենա մինչև յուրաքանչյուր պատանդ տուն վերադառնա։ Մենք կշարունակենք գործել վճռականությամբ պաշտպանելով Իսրայելի քաղաքացիներին։ Շատ շնորհակալ եմ։